Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Կարնո արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Թովմաս Առաքելյանն է, պրոդյուսեր, աստվածաբան եւ բլոգեր։ Ողջույն։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես նույնպես։ Թովմաս ջան, քո արմատները որտեղից են։ Ես կարսեցի եմ արմատներով։ Ինչ հետաքրքիր է, որովհետև մենք այսօր խորանալու ենք կարսի հետ կապված է, հենց մախոխապուրը։ Իրականում, երբ որ մենք տեղափոխվում ենք դեպի մախոխապուրի դաշտ, թե դա ինչ հետաքրքիր ճաշատեսակ է, որը անգամ ունի պարատեսակ։ Այսինքն այդքան ճաշատեսակը կարող է իրենից մշակութային մեծ արժեք ներկայացնել, որտեղ մենք ունենք նաև պար։ Իսկ եթե կա պար, նշանակում է, որ դա ամբողջական ծիսաշար է, որն իրականացրել են ամբողջական այդ պահքի ընթացքում։ Մենք խոսելու ենք այսօր պահքի մասին։ Իհարկե անդրադառնալով նաև քո արմատներին, դու ասացիր, որ կարսից եք։ Բայց ցեղասպանությունից հետո ձերոնք տեղափոխվել են որտեղ։ Գյումրի են տեղափոխվել, ընտանիքս գյումրեցիներ են, բայց կարսի արմատներով։ Ես նույնիսկ բանակից վերադառնալուց հետո անմիջապես որոշեցի գնալ Կարս, փորձել գտնել մեր տան տեղը, բնականաբար այդտեղ արդեն մեկ այլ շենք էր կառուցված ու հնարավոր չէր ոչինչ գտնել, բայց ամենայն դեպս մեր հիշողություններում նույնիսկ կա թե մոտավորապես որտեղ է եղել տատիս մոր տունը եւ Կարսի հետ կապված այդպես պատմություններ տանը կան։ Իսկ ինչ որ բաներ կար պահպանված։ Չէ, ցավոք սրտի շատ քիչ բան է պահպանվել, որովհետեւ այն թաղամասը չէ, որտեղ մի փոքր հնություններ պահպանված են ու կոնկրետ օրինակ Չարենցի տունը ինչ որ ձև նույնիսկ հայկական տուրիստականները տանում ցույց են տալիս Չարենցի տան։ Այնուամենայնիվ նույնիսկ այդ մեկ պատը մեր տան պարագայում ու նույնիսկ մեր ամբողջ թաղամասի պարագայում չկա։ Միևնույն ժամանակ այդ Կարսի ու ընդհանրապես Արևմտյան Հայաստանի որոշակի ավանդույթներ, օրինակ հենց պահքի հետ կապված, Գյումրիում շարունակվում են մնալ։ Ես վերջին տարիներին իմ ծառայությունը Տավուշում էի մատուցում, օրինակ Տավուշում, մանավանդ Իջևանում նորաթուխ հավանաբար սովետական տարիներից սկսված մի ավանդույթ կա, որ նոր տարվա գիշերը պարտադիր խորոված են անում։ Այդ խորոված անելը կուտեն չեն ուտի, բայց գիշերվա 12-ին կրակները վառվում են ու խորոված են անում։ Մինչդեռ օրինակ Գյումրիում ու մի քիչ արևմտյան Հայաստանից եկած ավանդական ընտանիքներում ամանորին պասուց տոլմա կա սեղանին, որտեղ հիշողությունը, որ ամանորը պահոց օր է, որ ամանորին Սուրբ Ծննդյան պահք է, մնացել է ու ինչքան էլ պահք չպահեն, խոզի բուդ, բան, այդ ամեն ինչը կա, մեր տանը պասուց տոլման միշտ եղել է։ Ես համամիտ եմ քեզ հետ, որովհետև օրինակ սասունցիները, որոնք եւս գաղթականներ են, իրենք եւս պահպանել են իմ արմատների մասն է խոսքը։ Մեր ընտանիքում պարտադիր նոր տարուն մենք պատրաստում էինք հատկապես տատիկի ժամանակ, պատրաստում էր պասուց տոլմա։ Իհարկե մենք համատեղ նաեւ խորովածի այդ արուղակարգն էինք անում, ինչպես կարելի ասել, բայց համատեղ մենք ունենք այս պասուց տոլման։ Փոքր ժամանակ չէի հասկանում իհարկե պասուց տոլմայի դերը եւ այլն, հետո մասնագիտական ուրեմն վերլուծության արդյունքում երբ որ հասկացա թե ինչի արդյունք է դա, որտեվ պահոց օրեր են, բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է ամանորը, առաջին 5 օրը մինչեւ Քրիստոսի ծնունդ մենք մի լավ ուտում ենք, հակառակ նրան, որ պետք է պահեցողություն լինի, հասկացա, որ այնտեղից կա վերապրուկ պահել պահկային հատվածից կերակրատեսակներ, անգամ այն դեպքում, երբ որ դու պահքի մեջ չես գտնվում, այսինքն բաց ամանորյա այսպես հավաքի խնջույքի ընթացքում է դա տեղ ունենում։ Ընդ որում ես միշտ հիանում եմ, թե ինչքան հոգատար է եկեղեցին մարդկանց առողջության նկատմամբ։ Ու մենք չենք խոսում հոգու առողջության մասին միայն ու չենք կարևորում մարդու մեջ միայն հոգին։ Շատ կարևոր է հասկանալ, որ քրիստոնեությունը մարդու ոչ միայն հոգևոր, այլ նաև մարմնավոր ու մտավոր առողջության մասին է։ Պետք է միտքդ առողջ լինի, մարմինդ առողջ լինի, որ հոգիդ կարողանա զարգանալ։ Մարդը այս եռամիացության մեջ է փրկվում եւ այս եռամիացության մեջ է գեղեցիկ։ Հետևաբար, երբ մենք նայում ենք պահոց սննդին, շատ կարևոր է ճիշտ սնվել պահքի ընթացքում։ Ցավոք սրտի այսօր մեր շատ հայրենակիցներ, որոնք պահք են պահում, երբեմն հանում են միսը, փոխարենը օրինակ բերում են մակարոնեղեն, հանում են կաթնամթերքը,
փոխարենը բերում են կարտոֆիլ ու եթե մենք մի քիչ սննդաբանական լեզվով դա ասենք, հանում են սպիտակուցը, բերում են ածխաջուր, հանում են սպիտակուցը, բերում են ածխաջրեր։ Բայց իրականում պետք է բալանսավորել, հավասարակշռված։ Բալանսավորված սնունդը, այսինքն ճիշտ, առողջ ափսեն, երբ մենք նայում ենք օրինակ առողջության համաշխարհային այդ ոլորտում ուսումնասիրությունները, ինչ է ասում, 3 մասի բաժանված ափսեն է, որտեղ բանջարեղեն է, սպիտակուց եւ ածխաջրեր։ Հիմա օրինակ պասուց տոլման ինքը առողջ ափս է։ Իր մեջ կան լոբազգիները, որոնք սպիտակուց են, բուսական սպիտակուց, իր մեջ կա ածխաջուրը եւ իր մեջ կա բանջարեղենը։ Մեկ ուտեստի մեջ մենք ունենք առողջ ափս է։ Նույն մեր մեծ պահքի ընթացքում, հա, սննդակարգի մեջ ես շատ հաճախ տեսնում եմ մարդը պահք է պահում, բայց ասում է ես ոսպ չեմ սիրում, լոբի չեմ սիրում, այդպես պետք չէ անել։ Շատ կարևոր են լոբազգիները, շատ կարևոր է ձավարը, շատ կարևոր է հաճարը, որ ուղղակի գանձեր են։ Դե իրականում հայկական խոհանոցի մեծամասնությունը ընդեղենային բազայով է եւ չկա այնպիսի մի ճաշատեսակ, որի մեջ գոնե ընդեղենի որևիցե տեսակ չհատիկեղեն չգտնենք մենք, հետևաբար հայկական խոհանոցը գիտի բալանսավորված սնունդը ինչ է եւ միջև օրս արմատներին երբ որ վերադառնում ենք մենք տեսնում ենք որ այո ճաշատեսակները հենց ճիշտ եւ ճիշտ բալանսավորված շատ առողջ սնունդ է եղել, այո։ Ես առաջարկում եմ Բաղադրատոմսը արագ ներկայացնել, հետո վերադասավորվել ու սկսել մեր խոսակցությունը շարունակել։ Ուրեմն մենք այսօր պատրաստելու ենք, քանի որ մախոխապուր, դրա համար մեզ անհրաժեշտ է։ Այստեղ ունենք կարմիր պղպեղ, գազար, դդումը ցանկալի է ավելացնել, այստեղ նաև գունային բազան է շատ հետաքրքիր դառնում, բայց դասական տարբերակներում հիմնականում դդում չի լինում, հա։ Ամեն դեպքում բանջարեղենի առումով մենք ազատ ենք պահքի ընթացքում, կարող եք ավելացնել։ Ունենք համեմի թարմ կապ, այստեղ ունենք նաև խաշված ձավար, կարող եք թրջած ձավար նաև օգտագործել, ավելի շուտ եփելու համար առանձին կարելի է խաշել իրեն։ Գլուխ սոխ ունենք սխտորի ատամիկներ 2 հատ եւ ունենք այստեղ իհարկե պղպեղների հավաքածու, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ իհարկե աղ, որը որ բուրումնավետ աղ է համեմված բանջարեղենի չորուկներով պես ասեմ, եւ այստեղ ունենք ամենահետաքրքիրը թթխմոր, որի մասին ես հետո եմ պատմելու, թե ինչի համար է դա մեզ անհրաժեշտ, ու ձիթայուղ։ Ինչու ձիթայուղ, որովհետև կարակ արգելված է պահքի ժամանակ օգտագործել, հետևաբար ամբողջը պահոց խոհանոցին բնորոշ բաղադրիչներով պետք է պատրաստվի։ Միանգամից ասենք, որ պահքի ընթացքում մենք չենք ուտում կատնամթերք, մսամթերք, ձու եւ ձուկ, այսինքն նապես ծովամթերք։ Մենք մեղրի մասին քննարկենք ընթացքում, այո։ Թթխմոր կարելի է, մեղր կարելի է, շատ հաճախ տրվող հարցերից մեկը թթխմոր կարելի է, թե ոչ։ Բայց թե թթխմորը, թե ուրիշ խմորիչները, թե դրոժը, որը կարծեմ թե սունկ է, չէ՞, ինքը իրականում սունկ կարելի է, այսինքն այս դեպքում մենք շատ խիստ սահմանափակումներ չունենք այլևս։ Բարի, շնորհակալ եմ, ես առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել եւ աշխատել ու քննարկել։ Շատ ընտիր։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ այս պահին կսկսենք բուն գործընթացը, կկտրատենք բանջարեղենը եւ ընթացքում կզրուցենք։ Թոմաս, քո մանկության համը որն է։ Ես արիսոխը կտրատեմ։ Շատ լավ, Արցախի թութը երևի թե։ Ինչ հետաքրքիր է, դու Արցախում ես ապրել։ Ես իմ մանկությունը նույն նաև պատանեկությունն անցել է Արցախում ու այդ թութ հավաքելու գնալը շատ ասոցացվում է իմ մանկության ու հիմա ես երբ թութ եմ ուտում Երևանում միշտ համեմատում եմ այնտեղի թթի հետ, այսպես նայում եմ։ Իմ մոտ չի ստացվել այդպես էլ խոհանոցում ինչ որ բան սովորելը, որովհետև թեև շատ փոքր տարիքից 16 տարեկանից դուրս եմ եկել տնից, գնացել եմ ճեմարան, սովորել եմ վանական Հառիճավանքի դպրանոցում Այսինքն Թրբանջան ընծայանում ես։ Այո, այո։ Ու բանակից հետո էլ այդպես չի ստացվել, որ ես ինքնուրույն կազմակերպեմ իմ խոհանոցը։ Արցախում ես ծառայել։ Ծառայել եմ թեև Էջմիածնում անցել եմ ուսումնական գումարտակ, հետո Արարատի զորամասում երասխի, հետո Վայքում եմ ծառայել։ Չէ, ես եղել եմ սակրավոր, ես եղել եմ սերժանտ։ Հա, այդ ժամանակ ուրարակիր չէիր, այսինքն։ Ինքը թեև ճեմարանից հետո էր, ուրարակիր էի, բայց ես զինվորական ծառայություն եմ անցել ու միևնույն ժամանակ, քանի որ 20 թվականին ես զինվոր էի, արդեն պատերազմին եղել եմ Արցախում։
Ու շատ հետաքրքիր էր, որ պատերազմի ժամանակ ես հենց իմ մանկության գյուղերում էի Իշխանաձորի մոտ, Քաշաթաղի շրջանում, ինչը նաև որոշակիորեն օգտակարություն բերեց, որ ես ճանապարհները գիտեի շատ լավ։ Մի հետաքրքիր հարց եմ ուզում ուղղել։ Արցախում տեղափոխվել եք, որովհետև ծնողներն էին աշխատում Արցախում, թե այլ խնդիր կար։ Հայրս զինվորական է։ Միշտ այդպես է լինում, Հայաստանից հիմնականում այդ նպատակով են գնում, դրա համար ուզեցի հարցը հասկանալ։ Բայց մենք ապրում էինք հենց նույն Իշխանաձոր գյուղում, Հարևան Գետամեջ գյուղում, Քաշաթաղի այդ շրջանում մեծ մասը վերաբնակեցվածներ էին։ Ուն արցախցիներ գրեթե չկային Քաշաթաղի շրջանի այդ գյուղերում, որտեղ Գյումրիից, Լոռիից շատ ու շատ մարդիկ գնացել էին հայրենա, այսպես այդ Արցախի մեր հայրենիքի հետ հատվածում հայրենիք շենացնելու, պահելու եւ իրապես մեծ գործ արեցին շատ դժվար պայմաններում։ Հա, ի սկզբանե դժվար է շատ եղել, հետո միջև շենացումը իհարկե, որովհետև կիսադատարկ, խարխլված, ամեն ինչ, որ պետք էր զրոյից կյանք ստեղծել եւ այդ կյանքը ստեղծվեց։ Եվ հետո նաև շատ սիրիահայեր եկան պատերազմից հետո, բնակեցվեցին Արցախում եւ շենացնում էին իրապես այդ հողը։ Բայց այնուամենայնիվ ես հիմա փորձում եմ լավատես լինել ու հավատալ, որ մի օր մենք անպայման վերադառնալու ենք եւ մեր հայկական խոհանոցը նաև այնտեղ Այո, բազմիցս մենք առիթ ունեցել ենք Արցախյան խոհանոցից պատրաստել բաղադրատոմսեր, ես չափից ավելի շատ սիրում եմ Արցախը եւ իր բաղադրատոմսերը, իր մշակույթը, ես եւս այնտեղ եմ ծառայել, հետաբար անմիջապես շփվել եմ Արցախյան խոհանոցի եւ վարք ու բարքի մշակույթի հետ հենց տեղում։ Այնպես որ ինձ շատ հոգեհարազատ վայր էր Արցախը։ Ինչքան էլ հիմա շատ հաճախ մի այսպիսի միֆ կա, որ տարածում են, չէ, ակտիվ ջուր չէին տալիս մեր զինվորներին ու այդ միֆը անդադար ինչ որ թմկարվում է, դու լսում ես, հասկանում ես, որ այդ ինչ որ կոնկրետ աղբյուր ունի, որը անդադար այնքան է տարածել, որ կարծատիպ է դարձել։ Բայց միևնույն ժամանակ ես լինելով գյումրեցի 5 տարի շարունակ իրոք վայելել եմ արցախցիների հետ կիսելը նույն հայրենիքը, նույն հողն ու ջուրը եւ իրապես այդ հող ու ջրի մարդիկ այն խոհանոցը, այն մշակույթը, այն նիստ ու կացը, որ ունեին, Աստված տա, որ կարողանան պահպանել մինչեւ վերադարձ։ Այո, պետք է փորձենք այս պահին պահպանել գոնե, այսինքն հողը, ինչպես Գարշանն է ասում, հողի կորուստը անդարձ կորուստ չէ, միայն մարդու կորուստն է, որ անդարձ է։ Հետաբար հողը երբեք չի կորում, պարզապես պետք է սպասել եւ ձգտել նրան, որ հետ վերադառնա։ Ես առաջարկում եմ Թոմաս ջան, մի փոքր անդրադարձ անենք պահքային խոհանոցին։ Այս պահի դրությամբ մենք մախոխապուր ենք պատրաստում, ես անդրադարձ անեմ կոնկրետ մախոխապուրին։ Ամբողջ հայկական լեռնաշխարհում մախոխապուր պատրաստել են տարբեր շրջաններում եւ կոնկրետ մախոխապուրի պարել են կառնուհայերը։ Ինչով հետաքրքիր սա։ Պարը միայն պարում էին տղամարդիկ, կանայք չէին պարում այս պարը, 7 շրջաններով էր պարում, առաջին խումբը պարում էր, հետո հեռանում էր, հաջորդն էր գալիս, կաթսան դրվում էր, մեջը լցվում էր այդ ամբողջ բաղադրիչները ու դնում էին երկար ժամանակ էփելու։ Ինչ հետաքրքիր, ուրեմն process էր իրականանում, քանի որ այստեղ մենք ունենք թթխմոր, ես պատրաստել եմ երեկոյան մոտավորապես 7 ժամ պետք է թթվի։ Սա արհեստական խմորիչով է արված, այսինքն այդ նույն ասած սնկով տարբերակն է, հա, թթխմորի տարբերակն է, բայց նախկինում հայկական խոհանոցում տարբեր ձևերով էին թթխմոր ստանում։ Օրինակ սովորական աղ եւ ջուր ու ալյուր եթե խառնես երկար ժամանակ թողես, ինքն իրեն սկսում է խմորման process-ը։ Բայց կար նաեւ խաղողի փոքր կանաչ հատիկները, որ լինում է, լցնում էին իրենք թթվեցնում էին, մի երկու հատիկ դրանից գցում էին մեջը ու սկսում էր թթվել, կամ քացախ էին ավելացնում, տարբեր միջոցներ կար դրա թթվման process-ի համար։ Ուրեմն ժողովրդական համակարգում ընդունված էր, որ պահքային խոհանոցը պետք է լիներ հիմնականում թթվե պասեր էին ասում ճաշատեսակներին։ Իրենք լինում էին ավելի կծու տարբերակ, որոնք ըստ ժողովրդական, այսպես ասած, խոսույթի մշտապես ազդում էին մարդու վրա, որ ինքը հիշեր, որ ինքը պահքի մեջ է։ Այսինքն թթուն հիշեցնում էր, կծուն հիշեցնում էր եւ այնքան էին մախոխապուր ուտում այդ պահքի ժամանակ, 40-օրյա պահքի ժամանակ, որ վերջում երկ կար անգամ երգում էին, որ հոգնել են արդեն մախոխապուր ուտելուց, թող գա զատիկը, որ ձու եւ գաթա ուտենք։ Չնայած այս process-ին կար մի հետաքրքիր երևույթ եւս։ Իրենք ուրեմն պատրաստում էին պահքին, ձավարը եւ խմորը միասին շաղախում էին, հատուկ ամանների մեջ թթվեցնում էին, այսինքն կար նաեւ այդ թթվեցման այդ process-ը։ Ոչ միայն այն, որ խմոր են բացում լցնում,
այլ նաև այդ երկրորդ տարբերակը։ Սա մի քիչ ինկտակարանից էլ է գալիս, որովհետև ելից գրքում մենք կարդում ենք, որ երբ հրեաները արդեն դուրս եկան ստրկության տնից, Եգիպտոսից եւ քայլում էին դեպի ավետյաց երկիր, Աստված տոներ սահմանեց, որոնցից մեկը ենթադրում էր անթթխմոր հաց, բաղարջ հաց ուտել եւ դառը բույսերից պատրաստված կերակուր։ Այդ դառը բույսերը պետք է հիշեցնեին նրանց ստրկության տունը, Եգիպտոսը, եւ իրենք պետք է դառը բույսերը ճաշակելով հիշեին դառը օրերը եւ ուրախանային, որ այդ ստրկությունն այլևս վերջացել է։ Ինչ որ առումով մեծ պակն էլ մեղքի ստրկությունից ազատվելու ընթացք է եւ մենք այդ դառը բույսերով կարծես այդ մեղքի ստրկությունն ենք հիշում եւ գնում դեպի ազատագրում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ հենց այս մեծ պահքից հետո զատկական սեղանի նշանակությունը, որովհետեւ երբ դու 48 օր միս չես կերել պահոց սննդով ես սնվել միայն, օրգանիզմդ բավականին այլ ռիթմի մեջ է մտնում ու ես հիշում եմ, երբ առաջին անգամ պահք էի պահում, ճրագալույցից անմիջապես հետո քյաբաբ կերա։ Ու հետո լավ չէի։ Շատ այո, օրգանիզմը հետ է վարժվում այդ։ Դրա համար նույնիսկ դա են մտածել, որ զատկական սեղանին ինչու է, չամչով փլավը, որը դյուրամարս է մսերից, թարխունը, կանաչիները, հա, տարբեր այս սնունդները, որոնք դյուրամարս են եւ օգնում են ռիթմը կարգավորել եւ հանձնել կենթանական սննդի, դրա համար Սուրբ Ծննդին, Զատկին մենք ունենք մեծ պահքերի, այդ մեծ պահք նաեւ 50-օրյա պահք կար Սուրբ Ծննդից առաջ, որ դարձավ մեկ շաբաթյա, որովհետև ձմեռը դժվար էր բուսական սնունդ գտնել այն ժամանակ։ Մի խոսքով, եթե դու պահք չես պահում, բայց զատկին ակտիվ չամիչով փլավ ես ուտում եւ այլն, այստեղ մի տեսակ կիսատ բան կա։ Հակազդեցություն է առաջ։ Այսինքն սննդային շղթան սկսում է աշխատել ոչ ճիշտ, որովհետեւ դու պահք չես պահել, բայց սկսում ես ուտել պահքի հետ վերադարձի սնունդ, այսպես ասեմ։ Եթե Սուրբ Զատկին պիտի սեղան նստեք գինով եւ Սուրբ Հարության ուտեստներով, նկատի ունեցեք, որ պահքը հիմա արժե սկսել։ Մենք այստեղ սոխառածը պատրաստեցինք, ավելացրել ենք նաև դդում, կարմիր պղպեղ, գազար եւ լավ տապակում ենք համեմունքների հետ միասին։ Հետո կկտրատեմ կանաչին, բայց այդ ընթացքում նաև կխոսենք Թովմասի հետ վերջին ծրագրերի մասին, որովհետև ես տեսել եմ, որ հետաքրքիր ուխտագնացությունների շարք եք իրականացնում կապված հայ առաքելական եկեղեցու եւ ուխտագնացության ավանդույթի հետ կապված եւ ընդհանրապես, այսպես ասած, գիտելիքահենք ծառայություն է, այսպես ասեմ, հա։ Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանում լինի գրագետ կազմակերպված կրոնական զբոսաշրջություն, որովհետև տեսեք, կաթոլիկ եկեղեցու պարագային դա հսկայական ոլորտ է, հենց կրոնական զբոսաշրջությունը, որ մենք ասում ենք ուխտագնացություն, շատ սիրուն բառ ունենք, ու դարերով մշակված, մենք ուխտավորների պարեր ունենք, Մշոսուրբ Կարապետի հետ կապված հազարումի մեջ դրա մասին խոսում, որովհետև դրանք ուխտավորի երգեր են եղել, ուխտավորները երգելով գնացել են ուխտի Մշոսուրբ Կարապետ, այսինքն այստեղ Հայաստանի այս հատվածում ապրողները ուխտի էին գնում դեպի Մուշ, իսկ արևմտյան Հայաստանում ապրողները այնտեղից ուխտի էին գալիս դեպի Էջմիածին։ Դե այդտեղ ճանապարհի երկարության ուխտի գնալու խորհուրդ ունի։ Այո, ու դրա համար մենք ունենք լիքը երգեր Էջմիածնի մասին, ուխտավորի երգեր, Քեզի մեռնի Էջմիածին, բան, այսպես շատ հետաքրքիր ավանդույթներ կան ու նաև Մշոսուրբ Կարապետի։ Մենք ուզեցինք ստեղծել գրագետ ուխտագնացություններ, որի հիմքում կլինի հայրենիքը ճանաչելը, եկեղեցին ճանաչելը եւ արդյունքում ինքդ քեզ ճանաչելը։ Ինքնությունդ բացահայտելը։ Ինչպես Իսահակյանն էր ասում, մաշկդ քերես, տակից Էջմիածին դուրս կգա ու մենք հիմա ուխտագնացությունների ենք գնում դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որն իրական մեծ դասախոսություն է, շուրջ 6 ժամ տևող, ամբողջ Էջմիածնով, շուրջ 7 եկեղեցիներով մենք մի օրում գնում ենք, աղոթում ենք միասին եւ շատ ուզում եմ, որ մարդիկ այս ուխտագնացություններով իրենց արմատներին վերադառնան։ Շնորհակալ եմ Թոմաս ջան, ընդհատենք եւ վերադառնանք։
Մենք վերադարձանք եւ Թոմաս Արաքելյանը ասում է, որ այստեղ շատ գեղեցիկ է ստացվել գունային համադրությունը։ Ես մախոխը միշտ տեսել եմ անգույն, ինքը իմ մոտ սխտորի, շատ սխտորի համով ու անգույն ճաշ է միշտ պատկերացման մեջ եղել, բայց այսքան գունավոր, այսքան գեղեցիկ հիմա առաջին անգամ եմ տեսնում։ Հավանաբար սա հիմնականը դդումը, հա, գույն տվեց։ Ոչ, դդումը չէր, կարմիր պղպեղի եւ մնացած աղացած կարմիր պղպեղի համադրություններ այստեղ, սոխառատի արդյունքներ ստացվում այսպես։ Ես հիմա կավելացնեմ նաեւ բացված թթխմորը, որը թթվություն պետք է հաղորդի մեր ճաշին, որտեղ մախոխապուրի հիմնական բնորոշիչ հատկությունը սխտորի արկայությունն է եւ իհարկե թթխմորի թթվայնության ապահովումը։ Այսպես բացված ջրով ավելացնում եմ թթխմորը, տակինը չենք լցնի, որպեսզի խմորը մեջը չերևա, այսպես ասած, վատ տեսքով։ Վերջում կարելի է ավելացնել իհարկե քացախ, մեկ գթալ, բայց ես չեմ նախընտրում քացախի բույրը, ավելի ինձ համար կոպիտ է ստացվում այս ճաշատեսակի համար։ Ինձ թվում է վերջում մենք թարմ լիմոնի հյութ կքամենք, որը բացառիկ փոխարինի չէ համարվում եւ կարող ենք ավելի հետաքրքիր համ հաղորդել այդ ամեն ինչին։ Ես այստեղ կթողեմ, որպեսզի կաթսայով ամբողջովին եռա, վերջում իհարկե կավելացնենք նաեւ համեմը։ Այդ ընթացքում մենք անդրադառնանք ուրեմն նաև բլոգերությանը, որովհետև քո էջը, որ դու վարում ես, սովորական բլոգի էջ չէ, այնտեղ հոգևորականության, հայ առաքելական եկեղեցու ճշտի սխալի, որովհետև հաճախ բարձրացնում են հարցեր, որոնց դու պատասխանում ես, եւ մարդիկ իրազեկ են լինում, սկսած պահքից, զատկից եւ մնացած այլ արարողակարգերից սկսած, մենք իմանում ենք ճիշտ պատասխաններ, հետեւաբար երբ որոշեցիր, որ պետք է այդպիսի թիրախային լսանով ներկայանալ։ Դրա բացը շատ կար ու ես դա շատ բանակում էի հասկանում, երբ օրական չեմ չափազանցնի, եթե ասեմ հարյուրավոր հարցեր էի ստանում զինվորներից։ Եվ ասեմ, այդ հարցերը հետագայում անդադար կրկնվում էին ու ես զգում էի, որ հիմնական հարցերի ճնշող մեծամասնությունը մեր եկեղեցու բարեպաշտական սովորություններին են վերաբերվում։ Մատաղ, մոմավառություն, տոների հետ կապված բարեպաշտական սովորություններ, իսկ ճեմանական տարիներին ես գրել էի մի ուսումնասիրություն, մենագրություն, որը կոչվում էր բարեպաշտական սովորությունները հայոց եկեղեցում։ Այսինքն հենց թիրախային ուսումնասիրություններ բարեպաշտական սովորությունների մասին եւ շատ պատասխաններ ինձ մոտ արդեն ձևակերպված, որոնք փոքր հենց ռիլի տրամաբանության մեջ գրառված կային, այսինքն դա ինձ հեշտ էր սարքել սցենար, նկարահանել ու տալ կոնտենտ։ Արդյունքում նաեւ ինչքան շատ է ես խոսում Instagram-ով, այդքան շատ էր ձևավորվում նոր հարցերի բազան եւ իմ երկրորդ ճանապարհ գիրքը նույնպես այդ բոլոր հարցերի պատասխանների ամբողջությունն էր։ Ու ես այսպեսի մի հետաքրքիր օրինաչափություն եմ ասում, որ կարծես ես իմ բլոգային ընթացքը 2 տարվա որոշակիորեն հոգեվոր փոքրիկ դպրոց է ու մարդիկ անցնում են դասարաններով։ Առաջին դասարանը TikTok-ներ, երկրորդ դասարանը Instagram-ներ, երրորդ դասարանը YouTube-ներ, հայացք հաղորդաշարը, YouTube-յան իմ ծրագրերը, 4-րդ դասարանը գիրքներ, 5-րդ դասարանը ուխտագնացություններն են։ Բարի, շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտող, մենք արդեն այստեղ ունենք եռացող մախոխապուր։ Կսկսենք ուրեմն համբերել ու համբերատարությամբ սպասել, որովհետև պահքը նաև համբերատարության մասին է, մինչև որ կեփվի ու կմատուցենք։ Կվերադառնանք, երբ պատրաստ կլինի։ Մենք արդեն պատրաստ ենք։ Գունեղ մախոխապուրը իր բույրով այստեղ ամբողջ տարածքը պատել է, հետաբար նախքան փորձել է, ես առաջարկում եմ, որպեսզի Թոմաս Արաքելյանը մեզ համար աղոթք բարձրացնի ճաշից առաջ աղոթքը։ Այո, եւ շատ կարեւոր է սովորել այս աղոթքը եւ մշտապես աղոթել ճաշից առաջ։ Ես աշխարհաբարով կասեմ այս աղոթքը, ճաշակենք խաղաղությամբ այս կերակուրը, որ պատրաստված է մեզ Տիրոջ կողմից։ Օրհնյալ է Տերն իր պարգևներով, ամեն։ Ու թող որ միշտ հնչի այս աղոթքը բոլոր մեր սեղաններին։ Շնորհակալ եմ։ Ես առաջարկում եմ կիտրոնը մզել եւ թթվայնությունը ապահովել ու հետո ապուրը ճաշակել ու անկեղծ կարծիքը հայտնել։ Հրաշալի։ Ֆանտաստիկ։ Իրոք ստացվել է հրաշալի է, որ այս տեսքը, այս հրաշալի տեսքը նաև համով է անգերազանցելի։
Ես անկեղծ կլինեմ, առաջին անգամ էի մախոխապուր փորձում պատրաստել եւ ճաշակել։ Երբևէ չեմ պատրաստել մախոխապուր եւ ինձ թվացել է, որ ես չեմ կարողանա մախոխապուրը ճաշակել, որովհետեւ միշտ թթվային այդ բազան շատ թթուն չեմ սիրում, այսպես ասեմ։ Բայց ընտիր էր ուղակի։ Շատ ես շատ հավանեցի։ Դե ինչ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Գեղեցիկ զրույցի եւ նմանատիպ ուրեմն ճաշատեսակի քո արմատներ տեղափոխվելու եւ մեր հերոստատիտողին եւս մեկ ազգային ճաշատեսակ ու մշակույթ փոխանցելու համար։ Շնորհակալություն եւ մինչ հանդիպում։ Պահքի շրջանը ֆիզիկական եւ հոգեվոր համբերատարության եւ հոգով կենսունակ լինելու շրջան է։ Հետաբար այսօր մենք պատրաստել ենք մախոխապուր, պահքային մի ճաշատեսակ, որը ել ավելի գունեղ կդարձնի ձեր պահքային հատվածը։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։